Շիրակի թեմի առաջնորդը փաստաբանների մի շարք դիմակավորված ԱԱԾ-ականների ուղեկցությամբ մտնում է քննչական կոմիտե։ Ողջույն ով որ քրիստոնյա է, ով որ քրիստոնյա չէ ողջույն չի։ Միքայել Սրբազանին մոտենալ, հարցեր տալ ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տալիս։ Հայ հոգևորական են ներս տանում, ԱԱԾ-ի հաղթանդամ տղամարդիկ։ Չբրդեք։ Չեք խոչընդոտել լրագրողների աշխատանքը։ Քննչական կոմիտեի շենքը շրջափակել են ոստիկանական մեծաթիվ ուժեր, կարմիր բերետավորներ, սև բերետավորներ, հատուկ ջոկատայիններ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, կանանց ստորաբաժանումներ։ Մամիկոնյանց փողոցը փակել է ոստիկանական եռաշերտ պատը։ Դուք հասկանում եք, որ այսօր Երևանը դարձել է Աբդուլ Համիդի Ստամբուլը եւ երիտ թուրքերի Ստամբուլը, որտեղ գլխատվում են բոլոր մտածող մարդիկ, իրենք պետք է պտտվեն եւ ժողովրդին միանան։ Աջապահյանի քննչական կոմիտե ներկայանալուց հետո ոստիկանները սկսում են բերման ենթարկել ի աջակցություն Սրբազանի ու Հայ առաքելական եկեղեցու քննչական կոմիտեի շենքի մոտ հավաքված քաղաքացիներին։ Իրավապահները բռնի ուժով ոստիկանական ավտոբուսներ են մտցնում նաև փողոցով պարզապես քայլող մարդկանց, որոնք մի պահ ուղղակի կանգնում էին տեսնելու ինչ է կատարվում։ Իրավունք չունեն մարդիկ իրենց աջակցությունը հայտնելու։ Խնդրում եմ հարցրեք, ինչի են տանում, թող բացատրեն։ Բերման են ենթարկում։ Մի քանի հոգի հենց նոր վերցրեցին տարան, ինչի են տանում, հարցրեք։ Հոգևորական թե Չէ, աշխարհիկ մարդիկ, սովորական մարդկանց։ Կանգնած էին սովորական։ Այո, կանգնած էին, վերցրեցին տարան։ Հենց նոր մեր աչքի առաջ արդեն երևի 4-5-րդ քաղաքացուն, ուղղակի կանգնած քաղաքացուն առանց որևէ նախազգուշացման բերման ենթարկեցին ու բիրտ ուժ կիրառելու են։ Այստեղ ինչպես հասկացա համայնք ավականու անդամի ընդդիմադիր բերման ենթարկեցին, նոր իմ աչքի առաջ մայրը խնդրում էր թողնեին մոտենա այս մերձակայքում մանկապարտեզ կայր անչափահաս երեխաներին տուն տանի, թույլ չտվեցին, մարդիկ կային ուղղակի բնակիչներ են անգամ այստեղ որպես ի աջակցություն ու զորակցություն չեն եկել, մարդկանց ծայրաստիճան ագրեսիվ հրահանգավորված ծառայություն են իրականացնում։ Այստեղ հավաքված մարդիկ պատահական չեն համարում, որ եկեղեցականների դեմ Փաշինյանը կտրուկ գործողություններ սկսեց Թուրքիայից վերադառնալուց հետո։ Ինչքան ժամանակ եք այստեղ մնալու։ Միջև վերջ տենամ ինչ պետք անեն, պետքա տանեն, թող տանեն։ Այսքան ժողովուրդին կտանեն, 1000 հոգի, 1000 տեղ չի, դե թող տանեն։ 3 միլիոնը կտանեն, որտեղ պետքա դնեն։ Այն 300,000-ի համար են մեզ տանում են, որ այն 300,000-ը գան նստի վայրի Հայաստանը։ Գնահատականներ են հնչում, որ տեղի ունեցողը Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ է, որը Փաշինյանի թիմը նախապես է ծրագրած եղել 2018-ից էլ շուտ։ Լիլիթ Գասպարյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։